Գիտեմ, որ էնդոպրոթեզը ունի իր կյանքը, որքան այն սահմանված, որքան ժամանակ հետո է հարկ այն կրկին կրկնել։ Կյանքի տևողությունը, այսպես ասած, կամ ծառայողական պրոթեզի ժամկետի տևողությունը կախված է տարբեր հանգամանքներից։ Նախ առաջինը պրոթեզի որակից է կախված։ Ինչ որակի պրոթեզ ենք օգտագործում, ինչպես ենք օգտագործում։ Երկրորդը կախված է պրոթեզը ցեմենտային պրոթեզը, թե ոչ ցեմենտային պրոթեզը, որտեղ սովորաբար ցեմենտը 11-15 տարի հետո իր ամրությունը կորցնում է եւ արդեն ֆիքսել, ամրացնել, կայունացնել պրոթեզը ոսկրի հետ մի քիչ դժվարանում է։ Հաջորդը կախված է հիվանդի քաշից, անգամ նաեւ կախված է սեռից։ Կանանց մոտ մի քիչ ավելի շուտ է այդ մաշվածությունը լինում, քան տղամարդկանց մոտ, այդ հորմոնալ ֆոնից ելնելով։ Սովորաբար այսօրվա լավագույն մեր օգտագործված լավագույն պրոթեզները, ես հիմա չեմ ուզում անուն ասել, որ չհնչի որպես գովազդ, բայց լավագույն պրոթեզները, որ աշխարհում տարածված, որ մենք այսօր օգտագործում ենք, դրանց ծառայության ժամկետները 18-20, միգուցե 20+ տարի են։